Մարտ ամսվա վերջին օրերն են, սակայն դաշտերը պատված են սպիտակ ձյունով։ Խոտի ծիլը դեռ չի նշմարվում, իսկ մեր շրջանը անասնապահական շրջան է, ու անասնակեր այս ժամանակահատվածում պակասում է, իսկ վերջինիս գինը միշտ բարձրանում է։ Բնակիչներից շատերն են զբաղվում անասնապահությամբ, ու դժվարություն միշտ էլ կա։ Մեր գործը էդիկ է, կով բայել մեկ քանի մատը, մեկ է կարտոլ են, այդ կով բայելու համնել արդեն փախավ։ Ասենք իմս հերիքին է, էդիկ է դժվարություն է, թանկ ու կառնենք, հաշվենք միջինը, էդիկ են զոտեխնիկական օրենքներով օրական 10 կիլո մեկ օրին։ Շտե 2 տոն կես նայած կովի քաշի։ Ձմերը պետք է որ գարուն հանես, նոյեմբերին արդեն ձմերը, մայիսի վերջին նոր գարուն գուլքա, ակին էդիկ է ծախսի։ Ծախսերը շատ են, տանջանքը նույնպես, ձմեռվա ամիսներին մանավանդ։ Անհամբեր մարդիկ սպասում են գարնան գալուն, որ հեշտանա ամեն ինչ, բայց արի ու տես, որ գարունն ուշանում է։ Այո, անասնապահության էլ ազդում է, որ բոլորը նախատեսել են իրանց, այսինքն խոտերը այնքան են հավաքում ձմռան համար, որ գարունը նախատեսել են, որ շուտ է գալու, բայց հիմա գարունը ուշ է գալիս եւ պետք է ինչ-որ տեղերից, ով որ շատ ունեն, նրանցից կամ փող վերցնեն կամ գնեն։ Եվ գնել էլ գարունը միշտ թանկ է լինում։ 15 լարի հեչի պես դա կլինի։ Ջավախքում ապրող մարդիկ երբեք չեն բողոքում իրենց դժվարություններից։ Պարտականություն է դարձել նրանց համար անասուններին խնամելը։ Ինչպես իր խոսքում անկեղծացավ տիկին Սոնիկը, հաճույքով ու սիրով են անում ամեն ինչ։ Մարդիկ անասուն կպային, կզբաղվին անասնաբավությամբ, այդ անասունին խնամելը ահագին դժվարություն է ձմեռվա ժամանակներում։ Կուն թափիլը, ջարիլը, խոտը բերելը, Եդոնք սաղ պատճառներ են, որ մարդուն անհանգստացնեն, բայց քանի որ մենք զբաղված ենք այդ անասնապահությունով, մեզ համար ինչ որտեղ հաճույք է զբաղվել այդ անասուններուն հետ։ Տարվա յուրաքանչյուր եղանակը իր անհանգստությունն ու իրեն հաճելի երևույթներով ներկա գտնվել է ժողովրդին համար շատ լավ է։ Թանկ թե էժան, ծանր թե հեշտ, միևնույն է։ Մեր բնակիչները զբաղվել ու զբաղվում են անասնապահությամբ։ Ու սա միայն ապրուստի միջոց չէ նրանց համար, այլև դարձել է պարտականություն։